Ես Նարեկ Սարգսյանն եմ, Biplannet ընկերության համահիմնադիրն եմ։ Ընկերությունը ստեղծվել է իմ և կնոջս համատեղ ջանքերի շնորհիվ։ Մեղվաբուծությամբ զբաղվում եմ 20 տարի, մեղվաբուծությունը ժառանգել եմ պապուծս։ Այժմ ունենք մենք կենտրոն, Գառնի համայնքում Biplannet կենտրոն, որտեղ ունենք փորձասադրական մեղվանոց, ունենք կապի տնակ, ունենք խնամքի միջոցների արտադրամաս։ Biplannet-ում փորձասադրական մեղվանոցում հնարավորություն ունեն բոլորը անվտանգության նորմերն ապահովելով մուտք գործեն մեղվանոց և ծանոթանան մեղուների կենսապայմաններին։ Ես Անի Ղազարյանն եմ, Թեյնիկ բրենդի համահիմնադիրներից մեկը։ Բիզնեսը հիմնադրելուց հետո երկար մենք քննարկում էինք, թե ինչպես կարելի է այն վերածել շրջանաձև էկոբիզնեսի։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ հրավեր ստացանք Impact Hub-ի կողմից մասնակցելու Circle Up միջոցառմանը։ Շրջանաձև տնտեսության ծրագրի ընթացքում ես ծանոթացել եմ Թեյնիկ ընկերության հետ, որտեղ որ ծրագրի ընթացքի ժամանակ համատեղ գործունեություն սկսեցինք, շրջանաձև տնտեսություն կառուցեցինք։ Ինչպես ցանկացած արտադրության ժամանակ առաջանում են թափոններ։ Այդ թափոնները առաջանում են թեյերը մաքրելու ժամանակ, փաթեթավորելու ժամանակ, հումքը ստանալու ժամանակ։ Ընտրում ենք որակյալ գեղեցիկ տեսք ունեցող հումքը, իսկ մնացած թափոնը տրամադրում ենք Biplannet ընկերությանը։ Ունեն դրանք բավականին հետաքրքիր սուր հոտեր, տարբերվում են այլ խոտաբույսերից։ Մենք այդ թափոնը, իրենց թափոնը որոշեցինք օգտագործենք մեր մեղուների առողջության համար հետաքրքիր ինչ-որ մի բան ստանալու ու հաջողվեց մեր մոտ։ Նշեմ, որ վերջնական արդյունքը ևս ունենում ենք, մեր մոտից թափոն դուրս չի գալիս, երբ որ ունենում ենք վերջնական ցողուններ, երբ որ էլ պիտանի չի լինում մեղուների համար, մենք օգտագործում ենք ծխարարի միջոցով ծուխ տալու մեղուներին։ Մենք կարողացանք խնայել բնական ռեսուրսները, մենք կարողացանք կրճատել թափոնների թիվը և կարողացանք վերօգտագործել այն թափոնը, որը պետք է դառնար աղբ և վնասել էկոլոգիային։ Այս առումով հրաշալի է, երբ որ բոլոր արտադրությունները կկարողանան անցնել շրջանաձև տնտեսության և ունենանք ավելի մաքուր էկոլոգիա, ավելի մաքուր մթնոլորտ։ Շրջանաձև տնտեսության արդյունքում լինում են մի քանի անգամ օգտագործվող թափոններ, որը միանգամից չի դառնում թափոն ու չի աղտոտում մեր շրջակա միջավայրը, այլ կարող է մի քանի անգամ օգտագործել, ինչպես որ մենք օգտագործեցինք Թեյնիկի արտադրության մնացորդները։ Ու ամբողջովին տնտեսությունը ավելի մաքուր է դառնում ու ավելի առողջարար է լինում մեր շրջակա միջավայրի համար։ Կարողացանք ընդլայնել մեր բիզնեսը, քանի որ ունեցանք ֆինանսական աջակցություն և կարողացանք ձեռք բերել մեծ քանակով հումք։